Մերձավանի սպանությունների համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ասելով, որ շարժառիթը վրեժխնդրությունն է եղել։ Հանրայինի եթերում այս մասին հայտարարել է քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։ Ըստ նրա, Հարությունյանն ասել է նաև, որ 1 ամիս հետևել է Փարաքարի համայնքապետին։ Մյուս մեղադրյալը Նարեկ Օհանյանը Պողոսյանի խոսքով հրաժարվում է ցուցմունք տալ եւ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Քննչական կոմիտեի ղեկավարն ասել է, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից հետո 100 անձի նկատմամբ իրականացվել են օպերատիվ հետախուզական տարատեսակ միջոցառումներ, ինչի արդյունքում ձերբակալվել են Գրիգոր Օհանյանի եղբայրը Նարեկ Օհանյանը եւ 20-ամյա Գևորգ Հարությունյանը։ Փարաքարի համայնքապետն ու նրա ընկերը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը սպանվել էին սեպտեմբերի 24-ի կրակոցների հետևանքով։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նախորդին ընդունել է անհետ կորած զինվորների հարազատներին, հանդիպումը տևել է մի քանի ժամ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն նախ քաղաքացիներին առաջարկվել է հանդիպում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի, իսկ այնուհետև ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանի հետ։ Սակայն ծնողները պնդել են Ասրյանի հետ հանդիպման հարցում, որն էլ տեղի է ունեցել։ Նախորդին Պաշտպանության նախարարության մոտ հավաքված անհետ կորածների ծնողների մասնակցությամբ քաշքշուկ հրմշտոց էր տեղի ունեցել։ Իրավիճակը լարվել էր, ոստիկանության զորքեր էին բերվել տարածք։ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում չկա, հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա հավելել է, հայկական կողմն այդ մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ ռուս զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար, պնդել է ռուսաստանցի պաշտոնյան։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական զորքերը հաղթանակում են Ուկրաինայում տարվող նրա ձևակերպմամբ արդար պայքարում։ Նա ասել է, թե ամբողջ երկիրն է քրտնաջան աշխատում այս ուղղությամբ, միաժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ուկրաինային արևելքում, Դոնեցկի շրջանի որոշ կարևոր հատվածներում գտնվող եւս 2 առաջնագծային բնակավայրեր։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել ռուսական կողմի հայտարարությունը 2 գյուղերի վերաբերյալ, սակայն նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Դոնեցկի շրջանի Դոբրոպիլիա քաղաքի մոտ Կիևի հակահարձակման գործողությունն առաջընթաց է արձանագրել։ Վաշինգտոնը Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու պլան է ներկայացրել։ Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում պատերազմի շուտափույթ ավարտի հարցում համաձայնությունն ավելի քան մոտ է։ Թրամփը նաև նշել է, որ Իսրայելն ընդունել է իր առաջարկած խաղաղության պլանը, Համասից դեռևս համաձայնություն չեն ստացել։ Վաշինգտոնի առաջարկած պլանը ենթադրում է, որ Իսրայելի կողմից դրան հավանություն տալուց հետո 72 ժամվա ընթացքում Համասի կողմից պահվող բոլոր իսրայելցի պատանդները պետք է ազատ արձակվեն։ Իր հերթին Իսրայելն ազատ է արձակելու հարյուրավոր պաղեստինցի պատանդներին եւ աստիճանաբար դուրս է բերելու իր զորքերը Գազայի հատվածից։ Պլանի համաձայն Գազայի հատվածը դառնում է ապառազմականացված գոտի, իսկ Համասը պետք է հրաժարվի պաղեստինյան այդ շրջանը որևէ կերպ կառավարելու դերից։ Խմբավորման անդամները, որոնք վայր կդնեն զենքերը, կկարողանան հեռանալ արտերկիր։ Այս քայլերից հետո համաձայն պլանի Գազայի հատվածում կտեղակայվեն միջազգային ուժեր եւ կսկսվեն հումանիտար օգնության մասշտաբային մատակարարումներ։ Հայաստանի տարածքում սեպտեմբերի 30-ից 3-ը հոկտեմբերի 1-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ, առանձին շրջաններում ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կնվազի 4-ից 6 աստիճանով։ Երևանում այսօր երեկոյան ժամերին հոկտեմբերի 1-ի գիշերը հնարավոր է անձրև։